Մայրաքաղաքում ողջ ծավալով շարունակվում են բակային բարեկարգումները։ Ապօրինաբար զավթված հողակտորները եւ դրանց վրա կառուցված ավտոտնակներն ապամոնտաժվում են, բնակիչների համար ստեղծելով նոր ու բարեկեցիկ միջավայր։ Աշխատանքները նոր թափով մեկնարկել են նաեւ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում, որտեղ մի քանի հասցեներում առաջիկայում կավարտվի ֆուտբոլի նոր դաշտերի խաղահրապարակների կառուցումը։ Բացի այդ, հարակից տարածքներում կավելանան կանաչապատ գոտիները։ Ներքին Շենգավիթ 11-րդ փողոցի բակային այս հատվածում աշխատանքներն ակտիվ փուլում են։ Տարածքից հեռացվում է շինարարական աղբը, մետաղական հին խաղասարքերն ու նստարանները փոխարինվում են նորերով։ Փոքրիկ բնակիչները մայթերում խաղեր կազմակերպելու փոխարեն ամառային արձակուրդները կդիմավորեն արդեն իրենց համար կառուցվող ֆուտբոլի նոր դաշտում, որտեղ բացի դրանից կկարողանան խաղալ այլ սպորտային խաղեր եւս։ Մենք որ իմացանք սենց հանելու են այս հին բաները տանեն, ավելի ուրախացանք, որտեղ ավելի լավ բաներ են բերելու։ Դաշտը որ պատրաստվի, մենք դառնալու ենք ապագա ֆուտբոլիստները ու միշտ ֆուտբոլ ենք խաղալու։ Այս ասֆալտի վրա ես լավ եմ խաղում, բայց խոտի վրա ավելի լավ կխաղամ։ Արման, Աշոտ, Հայկո, ես իմ ընկերներին կանչել եմ, գնալու ենք այնտեղ ֆուտբոլ խաղանք։ Երեխաների ուրախությունը փոխանցվել է նաև մեծահասակներին, զրուցարաններում հավաքվելու եւ մտերմիկ զրույց անցկացնելու շրջանը բացվել է։ Վերջապես իրենք էլ կարող են օրն անցկացնել ավելի մաքուր միջավայրում։ Գեղեցիկ կլինի, մարդիկ կուլտուրական կհանգստանան այստեղ։ Երևանցիների հանգստի ժամանցի պայմանները հնարավորինս լավ ապահովելու նպատակով բակերի բարեկարգման ծրագրերը շարունակվելու են, ներառելով բոլոր վարչական շրջանները։ Հետագա քարաթափումներից խուսափելու եւ տարածքում անվտանգ պայմաններ ապահովելու նպատակով Մատենադարանի հարակից ժայռոտ այս լանջի վրա օրեր առաջ իրականացվել են կանխարգելիչ միջոցառումներ։ Այն տարածքներում, որտեղ հսկա քարաբեկորների անկման հավանականությունը մեծ է եղել, կատարվել է քարերի հեռացում, տարածքն ազատվել է շինարարական աղբից։ Որպեսզի մթնոլորտային տեղումները պատճառ չհանդիսանան քարերի եւ հողային շերտերի տեղաշարժմանը եւ չառաջացնեն սողանքներ, ժայռոտ հատվածներում վերից վար կառուցվել են բետոնե հենասյուներ։ Շինարարական աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Մետաղական ճոպանի եւ ցինկապատ ցանցի օգնությամբ կատարվում է տվյալ տեղամասի ամբողջական ցանցապատում։ Աշխատանքները ընդլայնվելու են ընդգրկելով զառիթափ լանջերի ավելի մեծ մակերեսով տարածքներ։ Երկու քաղաքների միջև համագործակցության շրջանակներում Գյումրի համայնքում իրականացրել ենք թափառողջների ստեղծման համալիր ծրագիր։ Մասնագիտական խումբը 4 շաբաթով գործուղվել էր Գյումրի համայնք, որտեղ նպատակը ոչ միայն ստեղծումն իրականացնել, այլ հենց ծրագիրը ներդնել։ Այս 4 շաբաթների ընթացքում շուրջ 330 թափառող կենդանու հետ է աշխատանք իրականացվել։ Բոլոր կենդանիները մեր մասնագետների կողմից պարտադիր հետազոտվել են վտանգավոր վարակիչ հիվանդությունների նկատմամբ, հաշվի առնելով այդ հիվանդությունների վտանգավոր լինելը եւ կենդանների եւ մարդկանց համար, որից հետո արդեն կենդանիները ստեղծվել են, բոլոր կենդանիները պատվաստվել են կատաղություն հիվանդության դեմ եւ ըստ արդեն տարածքների, որտեղից նրանք բերվել են եւ ըստ բաշխվածության բաց են թողնել նորից տարածքներ։ Մեր աշխատակիցների այցը Գյումրի արդյունավետ էր, համագործակցության շրջանակներում Գյումրիում կատարվող ստեղծման ծրագրում ներգրավել ենք տեղացի անասնաբուժներին։ Այս աշխատանքների արդյունքում կարելի ասել սկիզբ է դրվել առհասարակ թափառող կենդանի նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորմանը, որը հնարավորություն կտա հետագայում Գյումրի համայնքում մեծ մասշտաբով, մեծ ծավալով նմանօրինակ միջոցառումներ կամ ծրագրեր իրականացնելու։
մահացած ծառեր են, ճիճվոտ ծառեր են, չորացած։ Մենք միշտ դժգոհ ենք, երբ որ ինչ-որ մի բանը նոր է, չեք հասկանում ինչա։ Մասնագետը որոշում է, որ պետք է փոխվի, փոխվի։ Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնն է, որտեղ տարեկան սպասարկվում է շուրջ 50,000 այցելու։ Այստեղ վերանորոգման աշխատանքները շարունակվում են։ Ֆիզիոթերապևտիկ բաժանմունքում 37 տարի գործող վերականգնողական ծառայությունը զարգացնելու նպատակով հիմնանորոգվում է հիվանդանոցին կից այս շինությունը, որտեղ առաջիկայում բուժառուները հնարավորություն կունենան իրենց վերականգնողական փուլն անցնել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններում։ Ավարտին է մոտենում շենքի արտաքին հատվածի հարդարումը, բարեկարգվում են աստիճաններն ու թեքահարթակները, նաև ընդունարանի մուտքային հատվածը։ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մարդատար հին վերելակը փոխարինվել է նորով, ինչպես նաև կոտրվածքների եւ օրթոպեդիկ վիրահատությունների ընթացքում կատարվող ռենտգեն պատկերների ճշգրտության համար կենտրոնը ձեռք է բերել էլեկտրոնային օպտիկական փոխակերպիչ։ Հուշհաստատությունը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով եւ պատրաստ է ընդունել իր բուժառուներին ավելի արդիականացված պայմաններում։ Նոր վերանորոգված պայմաններում շատ հաճելի է աշխատելը եւ ուրախ ենք դրա համար, որ աշխատում ենք Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում։ Ամեն ինչ նորմալ, վերանորոգված է, ամեն ինչը շատ լավ, բժիշկները լավ, թերևս դրական է, էլի մեր կարծիքը այս հիվանդանոցի մասին։ Հիվանդանոցը ընդհանուր առմամբ լավն է, ես իր մասին շատ կարծիքներ լսել եմ, բայց վերանորոգումը պետք է։ Իրոք պետք է ասենց մեծ ահռելի հիվանդանոց, որ սիրուն վերանորոգված լինի։ Արդեն իսկ հիմնանորոգվել ու կահավորվել են մասնագիտական զննման խորհրդատվության համար նախատեսված սենյակները եւ շուրջօրյա անհետաձգելի բուժօգնության սրահը։ Իրականացվող աշխատանքները մեծապես նպաստում են բժշկական կենտրոնում բուժօգնության որակի բարձրացմանը։ Լյովա Վարդանյանի միջազգային մրցաշարն ենք մենք այժմ ականատեսը լինում, մասնակցում է 9 երկիր, նաև Հայաստանը 10-րդ երկիր։ Քաղաքապետարանը հիմնական դերակատարներից է այս մրցաշարի անցկացման եւ ազատ ոճի իմշամարտի մենք ունենք եւս 1 միջազգային եւ 2 հունարոմեական միջազգային մրցաշարեր եւ քաղաքապետարանը ինչպես որ որդեգրել է քաղաքականությունը սպորտին մեծ դերակատարություն է տալիս մասնավորապես միջազգային մրցաշարերին։ Ֆավորիտ ունեմ, բնականաբար երկրպագում եմ Հայաստանի ներկայացուցիչներին եւ մաղթում եմ ազնիվ հաղթանակ։ Առաջի անգամ չէ որ մասնակցում եմ միջազգային մրցաշարերի, բայց առաջի անգամ էր մեծ տարիքային խմբում մասնակցում։ Անցկացրել եմ 3 գոտեմարտ, բոլոր մրցակիցներս ուժեղ մրցակիցներ էին, միայն կառանձնացնեմ 3-րդ տեղի գոտեմարտը, որտեղ վերջի վայրկյաններին կարողացա միավոր վաստակել եւ հաղթել։ Նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է։ Արդեն կրկնակի Եվրոպայի փոխ-չեմպիոն եմ, բազմակի մրցումների եմ մասնակցել, հաղթել եմ, պարտվել եմ եւ այս էլի ուժեղագույն մրցումներից մեկն էր։ Մրցակցությունը մեծ էր, մրցեցի հայ, կիրգիզ, կազախ երկիրներ ներկայացող մարզիկների հետ եւ իմ ընկերներ էլի տարբերություն չկար, բայց գորգու մրցակցությունը շատ հեժ է լինում։ Գրավեցի առաջի հորիզոնականը։
Ես Օլիա Նիկոյանս 1957 թվականից ծնված եմ, մասնագիտությամբ քիմիկ տեխնոլոգ։ Աշխատել եմ նախնական շրջանում իմ մասնագիտությամբ, հետո ես զգացի, որ այդքան պայման հողի հետ շփում ունենամ, բույսերի հետ խոսեմ, զրուցեմ, զբաղվեմ, տամեմ մի հողի շփումից ձեռքերով։ Ես զգում եմ ինչ-որ մի ուժ ավելանում այն վրա։ Խեղճացել է վերևի մասը։ Այսի էսեն ցող եմ անում, ինքը տերևներով պետք է սնվի, բացվի։ Քանի որ դալարը սա չոր էր, ասում խոսելով հետը վերակենդանացրել եմ այս բույսին։ 2015-ին մտա բույսերի մեջ, վերջը գտա իմ։ Ասնում էի քաղաքի մայթերով մանե գալի նայում էի, ասում էի Երանի, տեսնես ում պետքա դիմեմ, այդ ինչ միջնորդ պետք ունենա, որ ես էլ կարողանամ նրանց նման ծաղիկ տնկեմ, նրանց նման հող մշակեմ։ Եվ հիմա գտնվում եմ ջերմոցատնկարան տնտեսությունում, ոնց որ իմ երազանքների գագաթնակետին հասած, որ ես աշխատում եմ տնկարանում։ Սիրում եմ բույսերի ձևավորումը, բույսերի խնամքը, մի խոսքով, այն ինչ որ բույսի հետ կապված է, դա իմն է։ Քիմիան էլ իմն էր, բայց քիմիայից միանգամից կտրուկ անցա բույսերին է։ Բայց ամեն դեպքում նա նրան լրացնում է։ Պետք է քիմիա իմանաս, թե ինչ որ կարելի է հիվանդ բույսին, սնկայինի, փդախտի եւ այլն, դրանց այդ դեմերը ինչով կարելի է օգնել, ինչով կարելի է անել։ Բույսի մոտենում եմ ինչպես նորածին երեխա։ Բույսի առաջին խնամքը պետք է ստանա մարդու ձեռքից։ Հիմա եթե մեր հարգարժան քաղաքացիները տեսնեն, որ մենք այստեղ ինչ ձև աշխատանք ենք կատարում, ամեն մի բույսի համար, այսպես ասած, ոնց ենք դողում, մի բույսի, որ տեսնում եք ուրախանում ենք առաջի տերևն ալնում, առաջի ծաղիկն ալնում, այն նույն հաջողությամբ, եթե իրենք կարողանան պահել մեր աշխատանքը, երբ որ տեղափոխում ենք մայրաքաղաք, եթե նրանք էլ նույն սրտացավությամբ մոտենան, մեր քաղաքը խնդիր չունենա ոչ մի հարցում։ Եթե մենք կարողանանք դեռ մանկուց մեր երեխաներին մանկապարտեզից դաստիարակել, որ չի կարելի պոկել ծառի ճյուղը, նա կլացի, նա կչորանա, այդ ժամանակ մենք ինչ-որ բանի հասած կլինենք։ Եթե ես դրսում էլ տեսնեմ, որ իմ տնկածը, մշակածը այնտեղ փչանում է, ես անտարբեր չեմ ասնի, անտարբերությունը չարիք է ծնում։ Չեմ պատկերացնում ուրիշ տեղի աշխատանքը։ Երբ որ ունեցա այս առաջարկությունը, ես տեսա, որ սա այն սերն է, որ ուզում է քաղաքապետարան, որ ես նա երաժշտություն դարձնեմ։ Հենց այսպես Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ հատուկ պատվերով մանկապատանեկան երգչախմբի համար գրվեց մի բացառիկ աշխատություն, որի հեղինակը հենց նա է՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը։ Ինչպես էլ որ երգեն երեխաները, իհարկե ոմանք շատ բարձր գեղարվեստական ուժով, միևնույն է ինձ շատ հուզում է այդ ձայնը, եւ ես այդ զգացումն եմ ապրել, երբ որ այս առաջարկությունը եղել է, դրա հետ ստեղծագործական կապի մեջ մտնելու այդ ձայների աշխարհը։ Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի սրտից ծնունդ առած ստեղծագործություններն ու անգին գոհարները նոր թարմությամբ վերածնվում են մանսուրյանական ինքնատիպ երաժշտության միջոցով։ Ժողովրդական երաժշտությունը բանավոր երաժշտություն է, գրի առնված չի գոյացել։ Հիմնականում շունչ միայն եւ մեղեդի, իսկ ակադեմիական երաժշտությունը պետք է նոթագրել։ Տեսակով եզակի ժողովրդական աղոթքներով եւ միջնադարյան հայրեններով համեմված այս խմբերքաշարը ներառում է հայկական ժողովրդական երաժշտությանն ու լեզվամտածողությանը բնորոշ գծեր, որոնք առանձնանում են իրենց պարզ ու մաքուր արտահայտչա ձևերով։ Երեխաների համար գրել եմ ճշգրիտ ակադեմիական համակարգի սահմաններում
կարևորելով թե երկեցողական ընթացքը եւ թե մանավանդ բառային շեշտադրության համակարգը։ Աշուն էր, եղավ գարուն։ Այստեղ աշունից հետո ձմեռն է, հետո նոր է գարուն, բայց իրավունք չունես դատելու։ Ինչ որ ասել է այս հայրենի մեջ ժողովրդական խոսք ու բանի տերը, այդպես պիտի ընդունես։ Աշուն էր եղավ, Սա բացառիկ ստեղծագործություն է եւ երաժշտական եւ բանաստեղծական արժեքով, որը շատ լուրջ կրթական նշանակություն ունի մեր երեխաների համար եւ իսկապես ինձ համար մեծ պատիվ է լինել այս ստեղծագործության առաջին կատարողը մեր շատ սիրելի երեխաների հետ։ Մերօրյա հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունը պատշաճ ներկայացնելու համար օրվա ընթացքում մի քանի խմբերով սաները շտապում են փորձերի։ Այսպես մեծ ոգևորությամբ նրանք պատրաստվում են մշակութային մեծ նախագծին։ Տրամադրված եմ, որ շատ լավ ելույթ ենք ունենալու եւ ուրախ եմ, որ ես մասնակցում եմ այս պրոյեկտին։ Տիգրան Մարսյալյանի գրված բոլոր գործերը ինձ շատ են դուր գալիս, հատկապես այս աղոթքները։ Նախապատրաստական եռուզեռը նաև այստեղ, որտեղ յուրաքանչյուրն իր հերթին ապահովում է զգեստների գեղեցիկ ու ներկայանալի տեսքը։ Երևանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ փառատոնի եզրափակիչ համերգի շրջանակներում երաժշտասեր պատանիներին կհամախմբի հունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք միջոցառումը, որտեղ առաջին անգամ հենց նրանց կատարմամբ կհնչի մայստրո Մանսուրյանի ժողովրդական ստեղծագործությունը։ Ես մեծապես խոնարհվում եմ հայոց լեզվի առաջ Եվ այս մեծ հարստությունը, որ կա մեր լեզվական դաշտում, անցյալի, երեխաները եթե ճանաչեն լավ է, ամեն ինչ արել են, որպեսզի այս շարունակությունը մեր իմացած ավանդությունների այստեղ իրենց շարունակությունը ունենան։ Սա ինձ համար լուրջ քննություն է երեխաներին հանձնել իմ աշխատանքը եւ պահանջել նրանցից։ Եվ փողոցում քայլում եմ եւ լսում եմ երեխայի ձայն, ոնց որ նվեր լինի ինձ, մի ծաղկե փունջ, մի ուրախություն, միշտ։ Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի, վերամշակենք միասին։